Չտեսնված գանձեր, որ հիշեցնում են Հայաստանի հարստությունն ու ուժը։ 4 տարվա վերանորոգումից հետո ազգային պատկերասրահը վերջապես բացել է բոլոր ցուցասրահների դռները։ Քունքազարդ, գոտիներ, զենքեր, որոնք մեր այցելուին ներկայացվում են առաջին անգամ։ 400-ից ավելի ցուցանմուշ հանվել է պահոցներից եւ մշտական ցուցադրության ներկայացվել։ Շատերն առաջին անգամ ենք տեսնելու։ Մելքոմ Քեփապջյանն է, օսմանահայ, պոլսահայ նկարիչ, որը վերապրել է Եղեռնը, տեսել է սարսափելի, ականատեսը դարձել սարսափելի իրողությունների եւ կարելի ասել, որ իր ստեղծագործության մեծ մասը նվիրել է հենց Եղեռնապատումին։ Այս կանաչ սրահի պատերին ազգային հիշողությունն է։ Հայոց ցեղասպանությունը, որի գույները մոդեռնիստական ոճով են ներկայացնում, մեծ ողբերգությունը սեփական աչքերով տեսած ու նոր բացահայտվող նկարիչները։ Արվեստի գործերի վերականգնման եզակի արվեստանոցն է գտնվում Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2020-ից 25 թվականներին այստեղ վերականգնվել է շուրջ 2000 թանգարանային առարկա։ Վարդգես Սուրենյանցի 1907 թվականին ստեղծված Սալոմեն է այստեղ նորից ծնվել։ Վերականգնման աշխատանքները բավական երկար տևեցին, մոտ 5 տարի, որտեղ իրականում սա շատ նուրբ, շատ բարդ աշխատանք էր, քանի որ հեղինակն այստեղ աշխատել է տարբեր նյութերով, տարբեր տեխնիկայով եւ արդյունքում մեր մասնագետները կանգնեցին բավական լուրջ խնդրի առջև։ Վերանորոգված ազգային պատկերասրահում հայկական կերպարվեստի հսկաների Սուրենյանցի, Սարյանի, Մինասի, Կոջոյանի, Այվազովսկիի մարգարիտների կողքին ցուցադրվում են նաև իտալական վերածննդի ու բարոկոյի նշանավոր վարպետների գործեր։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։